Պարզ Շարմազանով քաղբանտարկյալների ազատության համար ինչ է պետք անել եւ այս իշխանությունների օրոք ինչպես եք դուք պատկերացնում, որ քաղբանտարկյալները կարող են ազատության մեջ հայտնվել։ Անհրաժեշտ է ճնշումն ավելացնել, ավելի համակարգված աշխատել, նմանատիպ միջոցառումները դարձնել պարբերաբար, որպեսզի իշխանությունը զգա հարության, դժգոհության եւ ձայնը եւ պուլսը։ Հակառակ դեպքում ինչքան նրանք կոմֆորտ զոնայում մնացին, այնքան քաղբանտարկյալները ոչ թե կպակասեն, այլ քաղաքական բանտարկյալների թիվը կավելանա։ Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը գնում է քաղաքական բանտարկյալներն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու, մարդկանց մոտ հուսահատություն ավելացնելու ճանապարհով, եւ դա ակնհայտ է, որ դա սկսել է հոգեվոր եւ ազգային էլիտայից, եւ եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ոչ եվրոպական կառույցները կանադառնան դրան, ոչ էլ որևէ մեկը։ Ասնել, որ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը վերածվեց, տնային կալանքը վերածվեց վարչական վերահսկողության։ Դա բարև Դավիթ Գալստյանին։ Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն, 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 ազատություն։ Պարզ Շարմազանով, տեսեք, ձեր իշխանության ժամանակ, եթե որևէ Դավիթ Գալստյան արդեն մի դրական բան արեցիք այսօր։ Ձեր իշխանության օրոք, եթե որևէ դեպք էր լինում, միջազգային կառույցները, այստեղ իրավապաշտպան կառույցները արագ արձագանքում էին եւ քննադատությունների տեղատարապ արձագանքում էին, որովհետեւ դրսից պատվեր ունեին։ Իսկ հիմա պատվեր չունեն, արևմտյան կառույցներից պատվեր չունեն, ունեն հակառակ պատկերը ավարտելու երրորդ հանրապետության էջը Հայաստանը դարձնելու պանթուրքիստական միջանց, դրա համար որևէ բան չեն անել։ Պարզ չի։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ իբր թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել եւ այսօր լռում են, նշանակում է նրանց զբաղված են եղել պատվեր կատարելով։ Իսկ այդ պատվերը հաստատ Հայաստանի քաղաքացիուց չի եղել։ Այդ պատվերները եղել են համապատասխան կառույցներից դրսի։ Դրանով է բացատրվում, այլ բան չի բացատրվում։ Պարոն Շարմազանով, տեսեք, այս կալանավորումների շղթան երբ շարունակվում է, խնդրահարույց մի դրվագ կա, մարդկանց երբ կալանավորում են, հաշվի չառնելով անմեղության կանխավարկած, ընդդուք մինչև ազգային ժողովի ամբիոնից մարդկանց ահաբեկիչներ են անվանում։ Այսօր մենք արդեն լսում ենք տարբեր կալանավորված քաղաքացիների խափանման միջոցը փոխվում է։ Այս սրանց դեմ ինչպես պետք է պայքարել, երբ մարդկանց բարի համբավն են արատավորում, անմեղության կանխավարկածն են ոտնահարում, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ այո, ահաբեկիչներ են, բայց դատարան երբ հասնում է գործը ու անցնում են որոշակի ժամանակ, խափանման միջոցը փոխվում է։ Պետք է հավաքվել ուժերը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, պետք է մեծամասնությանը համախմբել, ովքեր որ դեմ են այս ազգակործան ռեժիմին եւ ճնշումը ավելացնել։ Եվ սահմանադրությունը եւ գործող օրենքները դա թույլ են տալիս։ Անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, համախմբել եւ առաջ շարժվել։ Այլ տարբերակ չկա, նոր հեծանիվ չպետք է ստեղծել։ Առաջինը չպետք է հոգնել պայքարից, երկրորդը չպետք է հուսահատվել։ Երրորդը պետք է կազմակերպված պայքարել այս ապօրինությունների դեմ։ Պարոն Շարմազանով, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի աջակցությունը, բայց վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եթե Մերի ջան, եթե վաղար շաբաթում Խոյ համայնքը չմիացնեին, վաղար շաբաթում Նիկոլը կհաղթե, ոչ, ակնհայտ է, չէ։ ասում են ընդդիմադիր շրջանակները տարբեր պատճառով։ Ինչ։ Ոք այս դեպքում ինչ տարբերություն միայն վաղար շաբաթում է, թե Խոյ համայնքը հետը միասին այնուհանդերձ իշխանությունը այս պահին էլ ունի։ Հասկացա։ Ազգային ուժերի համապետական կոնսոլիդացիայի դեպքում, հանրությանը արտասնելու դեպքում
Նիկոլ Փաշինյանի ռեժիմին գրեթե անհնար կլինի իր ադմինիստրատիվ ռեսուրսով կարողանալ զսպել այդ համազգային դիմադրությունը։ Տեղ ինքը կարող է ամբողջ Հայաստանից մի օր տանի Վաղարշակատում կուտակի, մի օր Ալավերդում, մի օր Գյումրիում, մի օր Վանաձորում։ Բայց եթե ամբողջ Հայաստանում ողջ ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբվեն եւ ոչ թե տեղ պայքարեն, այլ պայքարեն ապակենտրոն բոլոր տեղերում, այդ ժամանակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի։ Հիմա եթե պատկերացրեք, Հայաստանում միաժամանակ 10 քաղաքում հազարավոր նման ակցիաներ լինեն։ Այդքան ոստիկան Հայաստան չկա, որ ցուցաբերելու։ Հիմա օրինակ Վաղարշաբաթում միտինգ անում, քշում են տանում են այնտեղ։ Ստեղ միտինգա ոստիկանները ստեղ են։ Ալավերդում միտինգա Ալավերդի են գնում։ Եթե ամբողջ Հայաստանում լինի դժգոհության ակցիաներ, կարողանանք դա կազմակերպել, այդքան ռեսուրս չկա։ Այս ոստիկաններն ուժային կառույցներն են, հայ մարդիկ են, չէ՞։ Իրանք իրենց մեջ զգում են, չէ՞ որ այս մարդը իրականացնում է քաղաքականություն, որը ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ ազգային արժեքների։ Հետևաբար կրկնում եմ, ես նոր հեծանիվ չեմ ստեղծելու։ Ես կոչ եմ անում չհուսահատվելու, համախմբվելու եւ պայքարելու հանուն ճշմարտության։ Շնորհակալ եմ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Վաղարշաբաթի ընտրությունների մասին, որ խոսում էր, իրենք քվե են ստացել նաեւ եկեղեցու դեմ ուղղված իրենց քայլերը շարունակելու, չնայած որ իրենք ասում են եկեղեցու դեմ ուղղված չի, բայց ցուցիչ է եղել, որ Վաղարշաբաթին քվե է տվել, համաձայն է եւ հոգեվոր հավաքի վեհապարի վեհարանքի։ Փաշինյանը մանիպուլացնում է, ինչպես 21 թվականին որևէ մեկը նրան քվե չէ տվել Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել վեհապարին հեռացնելու։ Ինքը նախ չի կարող վեհապարին հեռացնել, եթե վեհապարը չհեռանա։ Ես հորդորում եմ վեհապարին, որպես եկեղեցու զավակ, պին մնալ իր դիրքերում, որովհետև սա ոչ թե վեհապար Հայրապետ Գարեգին երկրորդի ազգական հարց է, այլ սա մեր եկեղեցու ինստիտուցիոնալ ազգային կառույցի խնդիր է եւ կլինի շատ վատ նախադեպ, եթե մի իշխանություն փոխի վեհապարին, վաղը գալու է նոր իշխանություն, նա էլ փոխի ու դες գնա։ Իսկ մեր եկեղեցին 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց է։ Խնդրում եմ սա մի դիտարկեք որպես վեհապարի անձի խնդիր։ Սա եկեղեցու միասնականության խնդիրն է։ Իսկ այն ինչ ուրանում այս իշխանությունը գնում է բաժանման, պարակտելու սկզբունքով, մեկ անգամ չէ որ ասել են պարակտիչն ու պարակտողը Աստծուց չեն, սատանայից են։